Տեսեք, հիմա նաև տեսակետ կա, որ ասում ենք պարգևավճարների խայտառակություն է թալան է, բայց իրականում սա շղարշ է, վարագույր է, որի տակ տեղի ունենում ահռելի թալան Նիկոլի իշխանության կողմից։ Այդ մենակ այդ թալանը չէ, այս անգամ այդ հսկայական պարգևատրումները, որ տվեցին դեկտեմբերի վերջին, ես տառացիորեն վստահ եմ, որ դրանց մի մասը մուծվելու է իշխող քաղաքական ուժի դրամարկղ, որպեսզի ֆինանսավորվեն ընտրությունները։ Ես այդպես եմ մտածում։ Ես այդ հավանականությունը ավելի քան իրական եմ համարում։ Բայց դու խոսում ես հիբրիդային բանով, բոլոր այն մարդկանց, որոնք ցուցակ պիտի մտցնեք, ներկայացնում են ԿՊ-ն եւ այլն, այս մարդկանց մեծին կանչում ես 15 միլիոն դրամ, 20 միլիոն դրամ, 30 միլիոն դրամ, 50 միլիոն դրամով պարգևատրում ես պետական հիմնարկի աշխատող։ Հետո դրանից հետո խոսում ես թալանից։ Թալանն է դա։ Չէ, բա այն տերորը գործարարների նկատմամբ, որ ասում են, պետք է 5 միլիոն, 10 միլիոն, չէ, հարկային է, վարկյան հետո հետևից գնում է։ Փոքր երկիր է, չէ, ամեն ինչ իմացվում է։ Հասկանալի է։ Մեր հույսը հունիսի 7-ն է, որտեղ շանս կա, մեծ շանս կա, որ։ Բայց ինքը ինչ է ասել, սա վերջին ընտրությունն է լինելու, ոնց էր ասել բառացի արփի, որ օլիգարխներին ինչ պիտի անենք։ Վերջին ընտրությունն է, որ պետք է ազատագրվենք, սա, չէ, այդպես էր բառացի։ Որ պետք է ազատագրվենք իրենցից։ Սովորական։ Բայց եմ այդ հարցը ստամ էլի ինքը իրան նկատի ուներ, որտեվ ասում են այսօր Նիկոլից ավելի հարուստ միլիարդեր մարդ Հայաստանում չկա եւ իրա մի քանի օլիգարխներից, ասենք այն Նարեկ Նայինչյան, Նալբանդյան, Վիվարոյի տերը, չգիտեմ, նաեւ Սուքիասյանը, իրանց նկատի ուներ, այո, Սուքիասյան Վիվարոյի տեր հələ մի կողմ, Բատիգրան Ավինյանը Տիգրան Ավինյան, Ալեն Սիմոնյանը օլիգարխ չի, իրանցից երևի նկատի ունի, ազատվելու ենք։ Երևի իրանցից։ Այսինքն իրան թվում է իր արևին հələ դեռ են նախկիներ բան էս դա աշխատելու է, Ես չգիտեմ ումից է ինքը ազատվելու։ Օլիգարխիկ տնտեսությունը այսօր մի 3-ից 4 թերթում նայեք։ 3-ից 4 անգամ ավել է, քան թե մինչև իր իշխանության գալը։ Ինքը մինչև իր իշխանության գալը, ասենք օլիգարխ էր անվանում Սամվել Ալեքսյանին։ Հիմա նրա անունը կա, Սամվելը իր գործն անում, աշխատում։ Բայց դրա կողքին հայտնվել են մարդիկ, որոնք ավելի մեծ սուպերմարկետների ցանցեր ունեն, ավելի լայն։ Այո։ Կամ օլիգարխեր համարում ենթանենք Խաչատուր Սուքիասյանին, հա։ Խաչատուր Սուքիասյանն ինչ ա եղել, ոնց որ կար, տենց էլ կա։ Կամ Խաչատուր Սուքիասյանը ինչ ա այդ բաների համեմատ դու ասա, այդ խաղերի բաների եղբայրներ եւ այլն, որ Վիվարոյի ինչ են ազգանները։ Վիվարոյի տերերի նկատմամբ ֆաստ բանկ են բացել, մի քանի հեռուստաալիք ունեն, հասկանում ես, հələ մենակ դրանց կենտրոնը նայի գնում ես Ինչ։ Գնում ես այդ կենտրոնը նայում ես աշտարակի ճանապարհին։ Բայց տեսեք, ինչ թաքնված ստվերում են, չեն էլ հանայն չեն երևում, էլի միլիարդերներ են, տարվա միայն շրջանառություններ 1.5 միլիարդ էր մնում։ Խոսքը վերաբերում է, որ այդ կարգի մարդիկ ունեն արդեն մի քանի, որտեղ մեծ կասկածներ կա, որ նրանց կապիտալի ձևավորման մեջ անմիջականորեն ազդել են կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի որոշումները, դրական առումով են ազդել, ապա այս մարդիկ ուրեմն այսօր նրանց շրջանառությունը ոչ թե 2, ոչ թե 3, 10 անգամ գերազանցում է, այսպես ասեմ, ավանդական օլիգարխների շրջանառությունը։ Իդեպ մի թիվ ներկայացրեցին, որ հիմա իրանք այդքան քրեական գործեր բան են, չէ, հարուցել նախքին ինչա գործարարներ ասեմ, քաղաքական գործիչներ իրանց նկատմամբ, ուրեմն ամբողջը եթե իրեն կարողանան հասնել, որ վերադարձնի 1 միլիարդի մոտ է ինչ է, ասում էին միայն Նիկոլի մի օլիգարխի շրջանառություն մի տարվա եկամուտ այդքան է, պատկերացնում եք ինչի մասն է խոսքը, բայց ինքը ներկայացնում է բերեք, հեսա չգիտեմ թալանը բերում ենք էս էս ամբողջ այլանդակ սուտը։ Այս ժողովուրդից էլ է գալիս, այս մարդը այդպիսի բան ասում իր կառավարության 9-րդ տարին։ Մարդ, որը ասում էր 20 միլիարդ թալանել են։ Այն օրը դատախազությունը հայտարարեց, որ դատարաններից տրված է քննվում է այսօր 159 միլիարդ դրամ, այսինքն 300 միլիոն դոլարի գործ, որը չի հաստատվելու դատարանների թե այդպես է։ Եվ այսօր դատարաններից ունենք նույնպես տիկին դատախազը հայտարարեց, որ 80 միլիոն դոլարի բան ունենք։ Հիմա 9 տարում 80 միլիոն դոլար, տարեկան 8-9 միլիոն դոլար, բայց նախորդ իշխանության օրոք էլ տարեկան 8-9 միլիոն դոլարի գույքին հասցված վնասի։ Բա հիմա ինչով են զբաղված սրանք։ Ինչով։ Դե սուտ է, որ տարածում են իբրև թե
Չէ, ես ինչ եմ ուզում ասեմ, դե ժողովրդի մեջ դա պիտի էփվի ու գնան ձայն տան նորից Նիկոլ Փաշյանի։ Ուրեմն մեզ հասնում է։ Ուրեմն ինչ ասեմ, մեզ հասնում է, հա։ Այո, եթե այսքան մեզ որտեվ միակ բանը որ Այ ժողովուրդ ջան, այսօր անցյալ տարի խաղադրույքը կատարվի ավելի քան 10 միլիարդ դոլար։ Դա էր էլ հենց Հիմա այս 10 միլիարդը բերում համատում են ինչ օլիգարխ, մի հատ օլիգարխ ան, մի հատ մեկի անուն տվել, հա։ Ցանկացած օլիգարխ, որը ինքը մինչև այդ անվանում էր, անունները տալիս էր։ Ցանկացած օլիգարխի ունեցվածից այդ հարստությունը ավել է 20 անգամ։ Ցանկացածից։ Այն հին ավանդական օլիգարխներից, այսպես ասեմ։ Ասենք չգիտեմ, այդ ովքեր են այդ օլիգարխների։ Հա, ուրա։ Ուր են, իբրնից մի հատ էլ օլիգարխ են ասում, ես չգիտեմ, այդ ովքեր են։ Օլիգարխները այսօր ցայտու ներևում են իրենց շրջապատում։ Բայց ինչ են ասում, պարոն Բագրատյան, ի տարբերություն նախկինների, սրանք խորամանկ են։ Օրինակ Նիկոլ ասում է իրենց ոչ մեկին թույլ չի տալիս, որ Երևան հանրային բաներում։ Այսինքն տակից այտենց չեն երևում, չէ՞։ Իսկ նախկիններ ասենք միամիտ էին, գալիս էին ազգային ժողով, չգիտեմ ինչ, ու երևում էին, ու սրանց կարողության կեսի չունեին Նիկոլի հարստության կամ Նիկոլի երևում չեն երևում է։ Երևում են։ Իրանց ինչի չեն երևում, ոչ չեն երևում։ երևում։ Դե Վիվարոյի տերերը այդ նարեկը որտեղ են։ Հա, չնայած Սուրեն Պապիկյանին ասում են ամեն շենքից մի հարկ նվիրում են, այն բանանվիրես, չէ՞, կամ էս բանում։ Հա, դա էլ կա որ։ Հիմա ժամանակներ են անցել, մարդիկ չեն հայտարարագրում, չեն ցուցանում իրենց հարստությունը, կարող է մի քիչ այդ առումով։ Ինչի ոչ ոք չգիտի ում է պատկանում Ֆաստ բանկը, հա։ Ոչ միայն, նա մի քանի բան ասեցիք, էլի։ Հիմա ինչ է ասում, դուք ասեցիք 9 տարի անց է դեռ խոսում եք, Ավինյանին էլ հիշեցինք։ Ավինյանը մոտավորապես ասում է, որ ես չգիտեմ, էլի, ասենք, այն վիրտուոզ սրիկա պիտի լինես, ասում է այդ նախկինների ժամանակ բանարած ասֆալտներն է։ Ուրեմն 9 տարի շերեփով կերակրեցին է ժողովրդին ասֆալտ են կանում, միլիարդներ ասֆալտից պարտքը բերեցին մեր վզին դրեցին, միլիարդներ թալանեցին ասֆալտից։ Հիմա ամբողջ երկիրը փոսի, ավերի այլանդակության մեջ է, փորձում է գցի ուրիշի գրպանը։ Բա որ մեկը ասում է մի հատ բաժակա գողացել, առավոտը քնչականը վազում այնտեղ։ Բա այս սրիկաները, այդ ինչ որ չենք տեսնում դատված այդ ասֆալտից միլիոններ թալանած, կերած, ինչի։ Որտեվ Նիկոլը մասնակցություն ունի, բա ուր են այդ թալանչիները։ Այս այլանդակ ասել Գառնիկ Դանելյանի, ասում ամբողջ փողոցները խրամատների ա վերածվել, կեղտաջրեր ու փոսաջրեր։ Անժել ջան, Չէ, թալանի մասին մի հատ ասֆալտի թալանի։ Հա, հասկանալի, հա, համաձայն եմ քույտ, հա, այդպես է։ Հենա, փորձի։ Ինչ եմ հատուկ ասում ասֆալտը, որտեվ ասֆալտով կերան է ժողովուրդը, չէ՞։ Կերան, հա, թե լավ ասֆալտ է։ Բարիս բուն իմաստով կերան մեր երկիրը։ Ասֆալտ։ Պարզվեց շատ ավելի վատն քան թե նախկինում։ Իհարկե։ Մի հատ էլ դուք մեքենա եք չէ վարում։ Ջարդել եմ արդեն, հասել եմ ջարդել։ Իմ մեքենայի մի հատ փոսը ընկնելուց հետո բանի բենզաբակի մեջ միջնորդներ կան, այդ միջնորդները անջատեցին, հիմա ձայնա գալի, ամբողջ բենզաբակը պիտի փոխվի։ Պարոն Բագրատյան, նախկինում եղել է այն, չէ, որ թոշակները մի քանի անգամ